Այսօրվա նիստը ունի մեկ օրակարգային կետ, դա վերաբերվում է հեցի նոր բաժանորդ դառնալու սակագները, վճարման չափը 30-ից 40% իջեցնելու ուրեմն նախագծին եւ հզորությունների ավելացման գործակիցը 50% մինչև նվազեցնելու դարձյալ նախագծին։ Այս մասին ես դեռևս խոսել եմ նախորդ տարեվերջին, վարչապետի մոտ նաև աշխատանքային քննարկման ժամանակ մենք ուղիղ եթերում այդ մասին խոսեցինք եւ ահա մի քանի ամիս տևած հաշվարկների, աշխատանքի, վերլուծությունների, այդ թվում նաև հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի գործուն ուրեմն ջանքի արդյունքում հեցի նախաձեռնությամբ վճարման այդ չափերը նվազեցվում են մինչև 30-40% որոշման նախագիծ արդեն շրջանառության մեջ է դրված եւ այսօրվա նիստը դրան է վերաբերում։ Ասում են շատ գովելի նախագիծ է, սակայն ինչպես թոշակների բարձրացում, ինչպես ժամկետները կրճատելը ծառայության 1.5 տարի սարքները, այնպես էլ սա համարում են օրինակ նախընտրական այսպես մի բան, քաղաքացիներին։ Ես շնորհակալ եմ հարցի համար։ Ես չգիտեմ ով ինչ կհամարի, ով ինչպես կդիրքավորի համապետական ընտրություններից առաջ, ով ինչով ինչը կպայմանավորի, բայց փաստը մնում է այն, որ գործող սակագնի մեջ չբարձրացնելով, չվերանայելով գործող սակագինը, մեզ հաջողվեց ամիսներ տևած ժամանակավոր կառավարման արդյունքում այնպիսի խնայողություններ ձևավորել, ֆինանսատնտեսական վիճակը այնպիսի բարվոք եւ լավ վիճակի հասցնել ընկերության, որ առանց լրացուցիչ միջոցներ ներգրավելու, առանց հավելյալ ֆինանսական բեռ ստանձնելու մեզ հաջողվեց ոչ միայն ավելի քան 47 միլիոն ամերիկյան դոլարի համարժեք վարկային պարտավորություններ մարել, ընդ որում գրեթե կեսը վաղաժամկետ կարգով, այլ նաև հաջողվեց այս կարևորագույն բարեփոխում իրականացնել, որը յուրաքանչյուր կառուցապատողի, յուրաքանչյուր քաղաքացու, ով բնակարան ձեռք բերելու, առանձնատուն կառուցելու, ամառանոց կառուցելու որևէ մտայնություն ունի, իր ծախսերը կոնկրետ էլեկտրաէներգիայի մատակարարման այդ սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու մասով զգալիորեն նվազեցվելու է գործող սակագնի շրջանակներում։ Ես ցանկանում եմ դա առանձնատուկ շեշտել։ Պարոն Պետրոսյան, ասացիք վարկ եք մարել, ինչ վարկի մասին է խոսքը կմանրամասն։ Այս մասին մենք հաղորդագրություն ենք տվել պատշաճ, հիմա խնդրում եմ թողեք բարձրանամ նիստին մասնակցեմ, նիստից չուշանամ, դրանք անդրադառնանք նիստից հետո, եթե կուզեք։ Ամենը դատարանները անվավել են ճանաչում ձեր կողմից շուրջ 3 տասնյակ աշխատակիցների ազատման հրամանները, հոգուտ աշխատակիցների բռնականման ենթակագումարներ, ինչպես նշվում է, հասնում է 100-ավոր միլիոն դրամների։ Ոնց է բացատրում այս դատարաններում ավարտեն եւ ներողություն ասում են ինչով է պայմանավորված այդ ազատումները, որտեղ ձեր յուրայիններ չեն եւ հիմա ձեր յուրայիններին եք տեղավորում աշխատանքի։ Շատ անհեթեթ հարց եք տալիս, ներողություն եմ խնդրում ձևակերպման համար։ Այդ մասին ես ազատումների մասին պարբերաբար հաղորդագրություններ տվել եմ։ Հեցից ազատվել են բացառապես այն աշխատակիցները, ովքեր որ ուղիղ կամ անուղղակիորեն ներգրաված են եղել ստորին օղակներից միջև ամենավերին օղակներ, ֆինանսատնտեսական մեքենայությունների առերևույթ հանցակազմի հատկանիշ պարունակող հանգամանքների ու փաստերի մեջ։ Դա առաջինը, երկրորդը ազատվել են այն մարդիկ, ովքեր կոմպետենտ չեն եղել այդ պաշտոններում եւ առնվազն իմ հայեցողական եւ իմ թիմի հայեցողական վստահությունը չեն վայելել։ Եվ երրորդը, մի քանի տասնյակ դատական գործեր կան վիճարկելու այդ ազատումները, բայց չունեն գեթ 1 վճիռ, որով վերականգնման վճիռ կայացնի դատարանը։ Բոլոր դեպքերում որոշակի փոխհատուցման վճիռներ է կայացվել։ Իօգուտ քաղաքացու, իօգուտ մեր քաղաքացու հեցից ազատված քաղաքացիներն էլ մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն եւ պետությունը հանձնարարել նաեւ նրանց համար։ Միջոցները որտեղից են գրպանության։ Հարգելիս բոլոր միջոցները բացառապես հեցինն են, իսկ հեցում միջոցները ձևավորվում են մեր հանրության բաժանորդների կատարած վճարումներից։ Եվ ես առանձնատուկ ուզում եմ արձանագրեք, որևէ վճիռ աշխատանքում վերականգնելու մասով այս պահին չունենք։ Իսկ այն վճիռները, որոնք որ արդեն առաջի հատյանի դատարանները որոշակիորեն փոխհատուցման վճիռներ են տվել, բացառապես բոլոր վճիռները մենք բողոքարկել ենք վերաքննիչ ատյաններում։ Շնորհակալություն։